Փարքնեժդեհին արդյոք հոգևորականի ուսակրոնության խախտելը դա հայրենիքի հանդեպ դավաճանություն է կամ քրեորեն պատժվող արարք է։ Արդյոք մեր օրենսդրության մեջ, Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ, քրեական օրենսգրքով, քաղաքացիական օրենսգրքով կա նման դրույթ, որ սահմանում է, եթե հոգևորականը խախտեց ուսակրոնությունը, ուրեմն ինքը քրեորեն պատժելի արարք է արել կամ սպառնացել է դրանով հայրենիքի անվտանգությանը կամ պետականության հիմքերի խալխլմանը։ Մենք նման օրենք չունենք։ Այդ օրենքը սահմանված է եկեղեցում եւ դրա պահապանը եւ հետևորդը պետք է լինի եկեղեցին։ Հասկանում եք։ Այս նեղ վիճակում օրինակ որքան էլ որ հոգևորականը խախտել է, ինքը իրենց սահմանած օրենքն է խախտել եւ իմ հայրենիքին դրանով հաստատ վտանգ չի սպառնացել։ Այն էլ այն ժամանակ, երբ որ իսկապես հիմա Հայաստանի Հանրապետության իշխանությունը վտանգ է Հայաստանի համար։ Ես ուզում եմ համեմատություն անել։ Պատկերացրեք Նիկոլ Փաշինյանը գնացել էր թշնամու մոտ, Թուրքիա։ Թուրքիայում հանդիպել են իսլամական պետությունները, որոնց զգալի մասը թուրանական ծրագրի պետություններ են եւ այնտեղ ընդունել են կետեր Հայաստանին դեմ, Հայաստանին ճանաչելով ագրեսոր, չգիտեմ, հանցագործ, պետք է թուրքերին հետ բերել 300,000-ով իրենց անվտանգային համակարգերով, իրավունքներով, արժանապատվությունը պահող զորքով, զենքով վճարել նրանց, վերականգնել նրանց ունեցվածքը, օրինակ։ Եվ այդ նույն ժամանակ այնտեղ որոշում են ընդունում մեր հանդեպ շատ ծանր եւ այդ ժամանակ այնտեղից մեր երկրի ղեկավարը ոչ բարով, ասենք, շուռ է գալ Հայաստանը մեղադրում է Թուրքիայի դրոշ, նա այրեցիք, այս արեցիք, այն արեցիք, հայրենասիրությունը սխալ բան էր, ես առաջ հայրենասեր էի, հիմա հայրենասեր չեմ։ Սեղմում է այդ նույն որոշում կայացնող Հայաստանի հանդեպ ծանր հետնել ոչ իրական, կեղծ, սուտ, դավադիր ընդունում, ձեռքը պաչում գալիս է Հայաստան, գալիս է եւ սաստկացնում եկեղեցու հանդեպ պայքարը, սա եկեղեցու հանդեպ է։ Ես այն ժամանակ էլ ասում եմ, որ այս խմորը ջուր է վերցնելու, որովհետեւ հոգևորականին պատժելու համար ասենց աղմուկ չէր հանի։ Մենք գիտենք, որ Էրդողանը այն կարծիքին էր, որ Սփյուռքը եւ եկեղեցին չարիք են։ Թուրքիայի համար բնականաբար, որովհետեւ Սփյուռքը ձևավորվել է իրենց հանցագործության հետևանքով արդյունքում, որը հենց ինքնին ապացուցում է ցեղասպանության փաստը նաեւ, իսկ եկեղեցին աշխարհում սփռված անխափան իր 1700-ամյա ընթացքը ապահովել է եւ դրանով իր ներսում պահել հայկական մշակույթը, գիրը, գրականությունը, որը միշտ մեզ հայ է պահել։ Մեր լեզուն, մեր գիրը, մեր մշակույթը, դա է ազգին ազգ պահում, ցեղ պահում։ Իսկ դրա տունը եղել է եկեղեցին։ Ես էլի եմ ասում, որքան էլ միշտ դեմ եմ եղել, որ մեր ավանդական, մեր արարիչ աստվածներից հրաժարվել ենք, մեր հետանոց աստվածներից ընդունել ենք քրիստոնեություն, բայց ընդունել ենք ու 1700 տարի ճանապարհ ենք անցել։ Եվ եկեղեցին պահել է մեր ինքնությունը։ Անգամ չունենալով պետականություն, անգամ երբեմն ինքն է հենց մեր պետականության դեմ հանդես եկել, եղել են նույնիսկ երկու ժամանակներ, բայց այսօր երբ որ իսկապես մեր պետականության լինել չլինելու խնդիրն է դրված ու ասենք գալու սկսել խոսել հոգևորականի կուսակրոնությունից, դա նույնն է, որ դու քո ընտանիքում մի լուրջ խնդիր ունենաս, իլուր աշխարհի կանգնես, ասենք վերացնելու փոխարեն կանգնես բացահայտ ասես, որ դու խայդարակ լինես աշխարհի առաջ, հարևանության մարգա, այդպիսի բան չեն անում։ Իսկ եթե դա արվում է, ուրեմն մի տուն կա, քանդելու ընտանիքը, իսկ պետությունը դա մեր մեծ ընտանիքն է։ Եվ տուն պահող ոստիկանը, ով աշխատավարձ է ստանում, որ տունը պահի եւ նա ցանկացած հրաման կատարում է տուն պահելու համար, ինքը դեռ չի գիտակցում, որ ինքը կատարում է հրաման, տուն քանդող հրաման, աշխատավարձի դիմաց, տուն պահելու դիմաց տուն է քանդում, դա նորմալ չէ։ Ես ստանամ աշխատավարձ, որպեսզի գնամ իմ տան ապակիները կոտրեմ, իմ տան դուռը ջարդեմ, մտնեմ ընտանիքիս անդամներին ծեծեմ, ջարդեմ, սպանեմ,
ինձ աշխատավարձ տա ինչ-որ մեկը, ասի դե գնա ու քո տունը քանդի։ Հիմա ոստիկանը, ԱԱՑ-ն, չգիտեմ, հատուկ ջոկատայինները, այն դիմակավորված անձիկ ովքեր եկեղեցու բակում են, ես արդեն խիստ կասկածում եմ, որ նրանք ազգությամբ հայեր են։ Իսկապես ես կասկածում եմ, նրանք թուրքեր են, նրանք որովհետև լռում էին, չէին Արմինե Մերսախոյան, երբ որ հարցեր տալի, նրանք չէին խոսում։ Նրանք ասում են հատուկ են հայեր կարող է լինեն։ Ոստիկան դու ո՞նց ես հանդուրժում։ Քեզ աշխատավարձ են տալի, որ դու գնաս քո տուն եւ սկսես ավիրել քո տունը։ Դա այդ գումարը ինչի, չգիտեմ, էլի ես չեմ կարողանում ձևակերպել միտքս, որ հասկանամ, թե դու ոնց ես մտածում։ Ասենք, լավ հասկացանք դեբիլ եք, հասկացանք կրթություն չեք ստացել, կամ ստանալուց, ասենք, չեք ներկայացել, ուղղակի քննություններն ստացել եք, այնքան է այդ դիպլոմը վերցնեք, որ մտնեք համակարգ, չնայած համակարգում նոր ստորաբաժանումներ են բացվել, որոնց կրթությունը պարտադիր չէ։ Նույնիսկ ցանկալի չէ, որովհետև որքան մարդը դեբիլ, այնքան հանցավոր այդ հրամաններ կատարելու ունակ։ Հասկանում եք Նիկոլի ստեղծած ոստիկանությունը ինչպիսին է հիմա։ Ես էլ եմ ասում, ոնց մեկ ինձ աշխատավարձ վճարի, ես ուրախանամ ասեմ, վայ տանել եմ երեխիս կերակրեմ, բայց ասի գնում ես տուն, այդ աշխատավարձը ստանում ես, գնում ես տուն, երեխայի ծեծում ես, կնոջը ծեծում ես, դանակահարում ես, պատուհանները ջարդում ես, հասկանում եք, այդ ջերուսման համակարգը ավիրում ես, որ ձմեռը ցրտահարվեն տանիքը ջարդում ես։ Այդպես լինում է, բայց ժողովուրդ, ոստիկան դու հիմա դա ես անում։ Եվ իսկապես ճիշտ է, մենք գտնվում ենք ռուսական օկուպացիայի մեջ, մեր հետ կատարվող ամեն մի վատ արարք, մեկը գրառում էլ արար, ասում են 7 երկ գիտես 7-ն էլ Ռուսաստանի մասին, քննադատում ես Ռուսաստանին, Կրեմլին։ Եղբայր մենք Կրեմլի գաղութ ենք, մեր հետ ինչ կատարվում է առանց Կրեմլի թույլտվության իմացության, դա տեղի չի կարող ունենալ։ Այդ ամեն ինչը գաղութարար ռեժիմի թույլտվությամբ կամ դրա հանգով կարող է լինել։ Ես Ռուսաստանի գաղութ եմ գնամ Աղվանստանից բողոքեմ։ Հասկանում եք, այդպես չի լինում։ Հասկացեք վերջը։ Եվ անկախ ամեն ինչից ինձ թվում է արդեն գործելու ժամանակն է։ Որքան էլ Ռուսաստանը դեռ մեր երկրում է, եթե համայն հայությունը ոտքի կանգնի, ոչ թուրքը, ոչ ռուսը, ոչ մի բան չի կարող անել։ Ժամանակն է։ Մնաք խաղաղությամբ։